Միջերկրական ծովից մինչև Սև ծով Եվրոպայի անվտանգության նոր կամար։ Այս խորագրով թեմատիկ քննարկում է սկսվել Դելֆոսի տնտեսական ֆորումի շրջանակներում։ Ելույթ է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարը։ Աշխարհաքաղաքական հարց է՝ ինչ ենք ուզում ապագայում։ Սև ծովը թողնել որպես բաժանարար ծով, թե վերածել այն կապող ծովի։ Դրա վրա պետք է միասնական աշխատենք, հայտարարել է Մակա Բոճորիշվիլին։ Նրա խոսքով երկիրը հասել է զգալի առաջընթացի տնտեսական զարգացման մեջ։ Բիզնես միջավայրի, տնտեսության եւ ժողովրդավարության զարգացման առումով Վրաստանը իրեն բավական բարձր դիրքերում է տեղադրել։ Այցի շրջանակներում նախարարը նաև անցկացնում է դեմարդեմ բանավեճեր։ Եվրոնյուսի տվյալներով ԱՄՆ-ն եւ Ադրբեջանը սկսում են Թրամփի ճանապարհ նախագծի իրականացումը, որը ավելի լայն միջին միջանցքի մի մասն է եւ ներառում է նաեւ Վրաստանը։ Ինչպես նշվում է Եվրոնյուսի ծավալուն հոդվածում, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը ավարտել են այսպես կոչված Թրամփի ճանապարհը նախագծի վերաբերյալ տեխնիկական բանակցությունները։ Լրատվամիջոցները նշում են, որ այսպես կոչված Թրամփի ճանապարհը հարավային Կովկասի օղակաձև ճանապարհ է ավելի լայն միջին միջանցքի շրջանակներում, որը հայտնի է նաեւ որպես Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի։ Այն Չինաստանը եւ Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի միջոցով։ Միևնույն ժամանակ, ինչպես ԱՄՆ-ի առևտրի եւ զարգացման գործակալությունում են ասում, այժմ ադրբեջանցի գործընկերների հետ քննարկվում են նախագծեր հեղուկ բնական գազի, քաղաքացիական միջուկային էներգիայի, էլեկտրահաղորդման ենթակառուցվածքների, արհեստական բանականության, կիբերանվտանգության եւ թվային կապակցվածության ոլորտներում։ Եվրոպայի ավանդական մատակարարման աղբյուրներից կախվածության նվազեցման համատեքստում հոդվածում հիշատակվում են նաև վերջին 2 տասնամյակներում իրականացված կարևոր նախագծեր, այդ թվում Բաքու, Թբիլիսի, Ջեյհան նավթամուղը եւ հարավային գազային միջանցքը, որոնց միջոցով Կասպից ծովի ռեսուրսները հասնում են անմիջապես Թուրքիա եւ Եվրոպա շրջանցելով թե Ռուսաստանը, թե Հորմուզի նեղուցը։ Եվրոնյուսը նաև նշում է, որ Եվրամիությունն ու Ադրբեջանը զարգացնում են կանաչ էներգիայի 3 միջանցք, որոնք նախատեսում են վերականգնվող էներգիայից ստացված էլեկտրաէներգիայի տեղափոխում Եվրոպա։ Այս համագործակցությունը հիմնված է 2022 թվականին Բուքարեստում ստորագրված ռազմավարական համաձայնագրի վրա Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի եւ Հունգարիայի միջև։ Կկանչեն արդյոք Եվրամիության դեսպանին արտաքին գործերի նախարարություն։ Իշխող թիմում կարծում են, որ Պավել Հերչինսկին պետք է պարզաբանումներ տա իր հայտարարության վերաբերյալ։ Նրա խոսքերը իշխանական թիմը գնահատում է որպես ուղղակի սպառնալիք։ Դիվանագետի մեկնաբանության մեջ, որտեղ նա զրուցում է Վրաստանի անցյալի մասին եւ հիշատակում քաղաքացիական պատերազմը, աղքատությունն ու դժվարությունները, ընդդիմության մի մասը տեսնում է ոչ պրոֆեսիոնալիզմ։ Իսկ իշխանության ընդդիմախոսների մյուս մասը Հերչինսկու հայտարարության մեջ խնդիր չի տեսնում։ Հիշեցնենք, որ Եվրամիության դեսպանը հայտարարել է. չպետք է թույլ տանք, որ հյուրընկալ վրացի ժողովուրդը վերադառնա բռնության, քաղաքացիական պատերազմի, աղքատության, դժվարությունների եւ կոռուպցիայի մութ ժամանակներին։ Այն, ինչ որոշվելու է առաջիկա շաբաթներին եւ ամիսներին, կսահմանի պատկանում է արդյոք Վրաստանը եվրոպական երկրների ընտանիքին, որը հիմնված է ժողովրդավարության, օրենքի գերակայունության եւ մարդու իրավունքների վրա, թե ցավոք կվերադառնա իր մութ անցյալին։ Վրաստանում ընթացող գործընթացների մասին զրուցել են ընդդիմադիր դաշինքի անդամները Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ։ Քննարկել են պատժամիջոցները, դաշինքի շուրջ ընթացող գործընթացները, նրանց ապագա ծրագրերը եւ երկրի զարգացման տեսլականը։ Չնայած ներքին տարաձայնություններին, քննարկմանը ներկա է գտնվել նաեւ ազգային շարժման անդամ Գիա Բարամիձեն։ Հանդիպումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնությամբ։ Ընդդիմադիր դաշինքը եւ Միխեիլ Սահակաշվիլին կրկին հակադրվում են միմյանց։ Նախկին նախագահը բողոքում է դաշինքի գործողությունների ծրագրից, սակայն չի պատրաստվում դուրս գալ դաշինքից, քանի որ նրա հայտարարությամբ դա այժմ 10-րդ կարգի եւ լիովին անտեղի հարց է։ Միխեիլ Սահակաշվիլու հայտարարությամբ սխալ է քաղաքականությունը ամբողջությամբ փողոցային պայքարով փոխարինելը։ Նրա պարզաբանմամբ ընդդիմությունը պետք է դադարեցնի նախապես գծված ուղղությամբ նույն շրջանակում պտտվելը։ Սահակաշվիլու քննադատությունը ընդդիմադիր դաշինքը գնահատել է որպես անձնական հարձակում։ Իշխող թիմում հակամարտությունը զարմանալի չեն համարում, որտեղ ասում են, որ ի սկզբանե պարզ էր, որ դաշինքը երկար չէր կարող պահպանել միասնությունը։ Լրտեսության մեջ մեղադրվող անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Թբիլիսի քաղաքային դատարանում խափանման միջոցի վերաբերյալ քննարկումն անցկացվել է դրդմփակ ռեժիմով, հաշվի առնելով, որ գործը գաղտնի է։ Դատական նիստին մասնակցել են մեղադրող եւ պաշտպանական կողմերը, ինչպես նաեւ ձերբակալված մեղադրյալը։ Երկու մեղադրյալներին, որոնց նկատմամբ կալանքը կիրառվել է հեռակա կարգով, դատարանում ներկայացրել է նրանց փաստաբանը, որը պահանջում էր նրանց նկատմամբ խափանման միջոց չկիրառել։ Կողմերը ստորագրել են չբացահայտման պարտավորություն, հետևաբար գործի մանրամասն
ուսումնասիրմասների եւ պետական անվտանգության ծառայության ներկայացրած ապացույցների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ այսօր եւս չեն հրապարակվել։ Հիշեցնենք, որ հետաքննության տվյալներով մեղադրյալները Վրաստանի շահերին հակառակ օտարերկրյա հետախուզական ծառայության հանձնարարությամբ հավաքել եւ փոխանցել են տարբեր տեսակի տեղեկություններ, այդ թվում երկրի իրավապահ մարմինների եւ ռազմավարական օբյեկտների վերաբերյալ տվյալներ։ Չինաստանում այցով գտնվող Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Xiaomi ընկերության խմբի ներկայացուցիչների հետ։ Մարիամ Քվրիվիշվիլին քննարկել է չինական խոշոր տեխնոլոգիական ընկերության հետ համագործակցության հնարավորությունները։ Ինչպես նշել է նախարարը, Վրաստանի կողմից Xiaomi-ին առաջարկվել է տեղական հավաքման, այսպես կոչված CKD արտադրության ստեղծում, որը Վրաստանում հավաքված արտադրանքով եւ արտոնյալ մաքսային դրույքաչափերով կկարողանա մատակարարել տարածաշրջանային շուկաները։ Քննարկվել են նաեւ ավտոարդյունաբերության ոլորտում տարածաշրջանային լոգիստիկական ներկայացուցչության զարգացման հնարավորությունները եւ ընդգծվել է, որ Վրաստանը կարող է ապահովել տարածաշրջանային լոգիստիկական հարթակ, որը կնպաստի Xiaomi-ի արտադրանքի տարածմանը հարևան շուկաներում։ Խաղողի եւ գինու մասին օրենքում փոփոխություններ են կատարվում։ Վրացական գինու որակի բարելավման նպատակով բոլոր կատեգորիաների գինիները կենթարկվեն օրգանոլեպտիկ փորձաքննության։ Մասնավորապես նախատեսվում է ալկոհոլային խմիչքների մակնշման ներդրում եւ ստուգումների ընդլայնում։ Մեկ շշի համար ենթադրյալ արժեքը կկազմի 10 թեթրի։ Այս պահանջը չի տարածվի այն փոքր մառանների վրա, որոնք տարեկան արտադրում են 25000 լիտրից պակաս գինի։ Օրինագիծը այսօր քննարկվել եւ հավանության է արժանացել խորհրդարանի տնտեսական քաղաքականության նիստում։ Նախաձեռնողը գյուղատնտեսության նախարարությունն է։ Կիպրոսում շարունակվում է Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Այսօր նրանց կմիանան Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչները եւ կքննարկեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը։ Գագաթնաժողովում ֆորմալ որոշումներ ընդունել չի նախատեսվում։ Մինչ հանդիպման մեկնարկելը լրատվամիջոցների հետ խոսել է Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասը, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին։ Կալասի հայտարարությամբ Եվրամիությունը մտահոգված է, որ բանակցությունները վերաբերում են միայն միջուկային եւ չեն ներառում հրթիռային ծրագիրը, պրոքսի խմբավորումների աջակցությունը եւ Եվրոպայում իրականացվող կիբերակտիվությունները։ Հիշեցնենք, որ այս գագաթնաժողովում Եվրամիությունը 3 պաշտոնապես հաստատել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկը եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Գագաթնաժողովին ներկա է նաեւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Դոնալդ Թրամփը կողմ է Վլադիմիր Պուտինի մասնակցությանը մեծ քսանյակի գագաթնաժողովին։ ԱՄՆ-ի պետվարչության հայտարարության մեջ նշվում է, որ սպասում են Ռուսաստանի նախագահի ներգրավմանը, քանի որ ԱՄՆ-ն կենտրոնացած է հաջող եւ արդյունավետ գագաթնաժողով անցկացնելու վրա։ Այս պահին պաշտոնական հրավերներ չեն ուղարկվել, սակայն Ռուսաստանը մեծ քսանյակի անդամ է եւ կհրավիրվի նախարարների հանդիպումներին եւ առաջնորդների գագաթնաժողովին, հայտարարել է Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Աննա Նունուցյան պայմանով։ Ապրիլի 23-ին Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ կոնկրետ տեղեկություն չունի Պուտինի հրավերի վերաբերյալ, սակայն նշել է, որ դեմ չի լինի։ Եթե նա գա, դա հավանաբար շատ օգտակար կլինի։ Գագաթնաժողովը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին Մայամիում Դոնալդ Թրամփի գոլֆի հանգստավայրում։ Թուրքիայում մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի մուտքը սոցիալական ցանցեր։ Խորհրդարանն արդեն ընդունել է նշված օրենքը, որը ուղարկվել է նախագահի ստորագրությանը։ Որոշման ընդունումը արագացվել է այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ 14-ամյա դեռահասը դպրոցում սպանել էր 9 աշակերտի եւ 1 ուսուցչի։ Ըստ օրենքի, սոցիալական լրատվամիջոցները ընկերություններին պարտավորեցնում են ներդնել տարիքային ստուգման համակարգեր, ստեղծել ծնողական վերահսկողության մեխանիզմներ եւ արագ արձագանքել երեխաների համար վնասակար համարվող բովանդակությանը։ Հարթակները, ինչպիսիք են YouTube-ը, TikTok-ը, Facebook-ը եւ Instagram-ը, ստիպված կլինեն արգելել մինչև 15 տարեկան երեխաների համար հաշիվների բացումը։ Խախտումների դեպքում նախատեսված կլինեն տուգանքներ։ Թբիլիսի Դինամոն նոր գլխավոր մարզիչ ունի։ Ամենատիտղոսակիր վրացական ակումբը կգլխավորի թիմի նախկին խաղացող եւ Վրաստանի ազգային հավաքականի նախկին մարզիչ Թեմուր Քեցբայան։ Նա արդեն ներկայացվել է եւ մամուլի ասուլիս է տվել։ Դինամոն միշտ եղել է եւ կլինի առաջին թիմը։ Յուրաքանչյուր երեխա երազում է այստեղ խաղալ եւ ակումբն ունի բոլոր ռեսուրսները լավագույնը լինելու համար, սակայն դրա համար ժամանակ է պետք, նշել է նա։ Քեցբայան Դինամո Թբիլիսի կազմում հանդես է եկել 1987-ից մինչև 1992 թվականներին։ Իսկ մարզչական կարիերան սկսել է 2004-ին եւ 2009-ից 2014 թվականներին գլխավորել է ազգային հավաքականը։